Բայց Եվրոպական դատարանը մայիսի 19-ին կոմունիկացրեց ընդդեմ Հայաստանի ներկայացած մի բողոք, որի բնույթով միանգամայն տարբերում էր մինչ այդ Եվրոպական դատարան ներկայացրած և քննարկված բողոքների։ Խնդիրը հետևյալն է նախապատմությունը, Տավուշի մարզպետը Հայաստանի Հանրապետություն օրաթերթում հայտարարություն էր հրապարակել մի հողատարածք աճուրդի վերաբերյալ և վաճառվել էր այն։ Հողատարածքը մշակող անձը, որը 23 տարի անունի մեջ մշակել էր այդ տարածքը, փաստորեն 1 տարի 2007 թվականի ապրիլին աճուրդով վաճառված հողատարածքի մասին մնացել էր 1 տարի հետո գնորդից, որը ներկայացրել էր և նա առաջարկել էր ազատել տարածքը։ Այս ներպետական դատարանների պարտություն կրելուց հետո քաղաքացին դիմել էր Եվրոպական դատարան, Եվրոպական դատարանը բողոք այդ գործով ներկայացրել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, որն այսօր հետքի ստուդիայում է, և մենք Արա Ղազարյանի և Աբստրակտ ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանի հետ այսօր քննարկելու ենք ոչ միայն Եվրոպական դատարան ներկայացված այդ բողոքի նախապատմությունը և դրա հետևանքները, այլև այն բոլոր խնդիրները, որոնք ծագում են նման աճուրդների հետևանքով։ Բայց ձեզ, հարգելի հյուրեր, Ղազարյանի այս լուրը չափազանց կարևոր է մեզ համար այս էտապում, քանի որ մենք արդեն 6 ամիս է շարունակաբար հետևում ենք համայնքների տեղ ունեցող աճուրդների գործընթացին և պիտի ասեմ, որ այս դեպքը, որը 2007 թվականին է տեղի ունեցել, շարունակական է և մենք այսօր նույնպես մեր գործունեության ընթացքում, ուսումնասիրության ընթացքում ստեղծան նման դեպքերի հաճախակի հանդիպեցինք և կարծում եմ, որ այս վճիռը Եվրոպական դատարանը, որը կկայացնի այս պահին, շատ կարևոր իրական կլինի նման խնդիրների, խնդրահարույց հարցերի լուծման համար, հուսով ենք, և գուցե նաև շրջադարձային լինի ինչ-որ բան այս էտապում փոխելու, որը այսօր դեռևս անորոշ է, չգիտենք թե դրա լուծումը որտեղից պետք է սկսվի։ Ձեր ներկայացված բողոքում ինչ շեշտադրումներ եք արել, որպես իրավունք է խախտում, և Եվրոպական դատարանը ձեր բողոքը կոմունիկացնելուց հետո ներկայացրեք ինչ հարցադրումներ է արել Հայաստանի կառավարությանը դրա հետ կապված։ Առաջին նշել է, որ չէր պահպանվել օրենքը։ Այսինքն քաղաքացին ուներ արդեն ձևավորված գույքային իրավունք, դա գնելու նախապատվության իրավունքն է, որը Եվրոդատարանը հավասարեցնում է սեփականության իրավունք է, և օրենքը հստակորեն սահմանում է, թե պետական մարմինը եթե որոշում է վաճառել հողատարածքը, սակայն դա բեռնված է որևէ քաղաքացու իրավունքով ինչ պետք է անի, մասնավորապես պետք է առաջին նրան առաջարկի, դա չի արվել, մարզպետի կողմից չի արվել, հետևաբար օրենք խախտվել։ Դա առաջին, երկրորդը վերաբերում է ավելի լայն աճուրդներին, որ աճուրդները ձևական են անցկացվում, որ ծանուցումը, հրապարակային ծանուցումը ձևական է, մասնավորապես օրինակ է բերվել Հայաստանի Հանրապետության թերթի 7-րդ էջում մանր տարերով, շեղատարերով գրված անորոշ մի հայտարարություն, որը Աղարսին գյուղում ապրող բնակիչը բնականաբար չէր կարող իմացած լինել։ Այս երկու հիմքով են բերել, երրորդ հիմքը շատ կարևոր է, դա վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում հակասությունն է այս հարցի վերաբերյալ։ Այսինքն պետական կամ համայնքային սեփականություն հանձնացող հողատարածքի աճուրդի տեսքով վաճառելը մի կողմից և մյուս կողմից արդեն ձևավորված քաղաքացու իրավունք այդ հողատարածքի նկատմամբ ինչպես է կարգավորվում, այստեղ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը ունի երկու հակասական որոշումներ։ Եվ այդ հարցն է բարձրացրել Եվրոպական դատարանը, Եվրոպական դատարանը հարցրել է կառավարությանը, արդյոք առաջինը վճռաբեկ դատարանը պատճառաբանել է, թե ինչու է շեղվել իր նախադեպից։ Այսինքն միջ այդ ունեցել է դատարանը։ Այո, կայուն հաստատված նախադեպ կար, որ խնդիրը պետք է կարգավորել այնպես, ինչպես ես էի, ինչպես քաղաքացին կցանկանար։ Այն է, որ նրա մոտ արդեն ձևավորվել էր իրավունք և նրան պետք է նախավարած ծանուցվեր։ Բայց և երկրորդ հարցը, թե ինչու ձեր կարծիքով վճռաբեկ դատարանը կիրառել է նոր նախադեպը և ոչ թե հին նախադեպը։ Այս հարցը բավականին դժվար է լինելու կառավարությանը պատասխանել, առաջադրել է Եվրոպական դատարանը և մի ավելի լայն հարց է տվել իշխանություններին, թե արդյոք տվյալ աճուրդը անցկացվել է այնպիսի ձևով, որ կամ կներեք այսպես հարցը ձևակերպենք, արդյոք միջամտությունը նրա գույքային իրավունքին, այն է առանց նրան ծանուցել հողատարածքը վաճառել այլ անձի, արդյոք դարվել է այնպես, որ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակություն, արդյոք պահպանվել է համաչափության և անհրաժեշտության սկզբունքները։
Այսինքն ինչ նկատի ունի։ Այսինքն որ համաչափությունը դա ունիվերսալ սկզբունք է, ցանկացած դեպքում պետական մարմինը միջամտում է, եւ եթե ճանապարհին կա քաղաքացու իրավունք, ապա պետք է հաշվի առնել այդ իրավունքը, եւ եթե պետք է նրան սահմանափակել այդ իրավունքը, ապա համաչափ միջոցներով։ Հիմա այս քաղաքացուն պատկերացրեք 25 տարի աշխատել է հողատարածքի վրա, ներդրումներ արել մոտ 100, բեռնատար հող է տեղափոխել, ամբողջ համայնքը գիտի վրա հողի վրա աշխատել է, այդ հողը նաև հանդիսանում է նրա համար կենսական ապահովման միջոց, եւ այ մի օր մեկը գալի ասում է վեր կաց այստեղից գնա, այս հողատարածքը իմն է։ Օրենքը չի սահմանում անձին օգտագործման իրավունքը զրկել նման ընթացակարգ։ Սա անհամաչափ ընթացակարգ, որտեղ քաղաքացին հայտնում է անհամաչափ խիստ բերետար, մեծ բերետար։ Օրենքը մանրամասն սահմանում է, թե ինչպես պետք է դա արվի, որը չի պահպանվել իշխանությունների կողմից։ Իսկ այս ամբողջի տակ ընկած է ամենասովորական կառույցը։ Այսինքն հաջորդ անցկացվել է, ձևական տրվել է այդ համայնքում ոմն անձի, որը համայնքում օլիգարխ է համարվում, որպեսզի նա այդտեղ կառուցի կազինո, թե ինչ եւ այլ եւ այլ։ Այլև ամեն ինչից դա կամազանին, խնդիրը դրանց հետևյալն է Հայաստանի Հանրապետության օրաթերթում արված փոքր մանրատար մի հայտարարություն, որտեղ այսպես ասած իրենք ինչքան նման դեպքերի մարդ լինում ասելու, որ օրենքի տարապահին են հայտարարությունը հրապարակել են։ Եթե նույնիսկ քաղաքացին կարդացած լիներ այդ հայտարարությունը, Ստեփան ինքը կարող է իմանալ, որ խոսակցությունը հենց օգտագործած հողատարածքի մասին է։ Այդ հայտարարությունը կարծել այդ նկարագիրը։ Ոչ, տեքստը հատուկ թարգմանել է Եվրոպական դատարանը եւ իր փաստերի շարադրանքում դա շեշտել է։ Այնտեղ չկար տարածքը, միայն նշում է Տավուշի մարզում, բայց չէր նշում կոնկրետ որ մասում է գտնում հողատարածքը, որ համայնքում եւ այլ։ Բայց հարցը դրան չէ, ժողովրդական սկզբունքները սահմանում են ողջամտության իրավունք հասկացումը։ Այսինքն նույնիսկ եթե օրենքը սահմանում է, որ դու պետք է հրապարակայնորեն ծանոթես եւ դա անես Հայաստանի Հանրապետության թերթում, բայց սովորական տրամաբանությունը հուշում է, որ վերջի կարելի է նամակ ուղարկել այդ անձին, որովհետեւ ողջ համայնքը գիտեր, որ նա է մշակում։ Այսինքն սա ողջամտության համայնքի բնակչության իրազեկել է։ Մենք հեռանում ենք այդ ֆորմալիզմից, օրենքի ֆորմալիզմից եւ մտնում ենք առողջ սովորական տրամաբանության դաշտ, որը հենց անհրաժեշտության սկզբունքն է, որը ամրագրված մեր վարչահայության հիմունքների մասին օրենքում։ Անհրաժեշտ է, եթե քաղաքացին կողքը դե 10 մետրի վրա, ուղղակի պետք է նամակով կամ ինչ-որ մեկին ուղարկես, որպեսզի ասեն, թեկուզ գյուղամիջում, որովհետեւ երևից օդը հայտարարությունը փակցվեր։ Օրենքով գյուղամիջում հատկապես կան օրենքով նախատեսված ցուցատախտակներ նման բոլոր հայտարարությունների վարչական դատան նա շահել էր գործը, Թամրազյան վարչյանը, այո, Սևանում վարչական դատանում շահել էր, դատանը շատ լավ որոշում էր կայացրել։ Վճռաբեկը մի անգամից շահվեց այդ նախադեպից եւ ստացեց նոր նախադեպ։ Հիմա դաշտում մենք ունենք երկու նախադեպ։ Մեկը այդ հարաբերությունը քաղաքացի եւ պետության միջեւ կարգավորում է հողային օրենսգրքի 72 հոդվածով, մեկն էլ կարգավորում է քաղաքական օրենսգրքի 157 հոդվածով։ Մինչդեռ եթե քաղաքացի եւ պետություն հարաբերությունն է, դա ամենայն հավանականությամբ քաղաքացի իրավական հարաբերություն չէ։ Եվ այստեղ բոլորին այս սկզբունքներն պետք է գործեն, ինչպես սահմանված է հողային օրենսգրքում։ Այսինքն արդեն պետք է գործի անհրաժեշտության ու համաչափության ունիվերսալ սկզբունքը։ Հատուկ դուք բավականաչափ ուսումնասիրել եք այդ հայտարարությունների նկարագիրը Ստեփան Հայաստանի Հանրապետության օրաթերթում կլինի, թե մեկ այլ տեղում։ Ըստ ձեզ, արդյոք նրանք օրենքի շրջանակում են հրապարակում նման հայտարարությունները եւ ընթերցողը կարող է նման հայտարարություններ պատկերացում ունենալ, թե իրականում ինչ է դրված աճուրդը ինքը ինչ պետք է գնի։ Նշեմ, որ 2004 թվականից օրենքով Հայաստանի Հանրապետություն օրաթերթում է պարտադիր դարձրել հրապարակային ծանոթությունների աճուրդի մասին, իսկ 2012 թվականից արդեն ազդարար կետեյ է ինտերնետային կայքում։ Իսկ Երևանի քաղաքապետարանը նաև իր համապատասխանական որոշմամբ պարտադիր է համարում նաև Երևան.am պաշտոնական կայքում հրապարակելը։ Եվ այս բոլոր հրապարակային ծանոթությունների դեպքում պարտադիր պետք է նշվի լոտի նկարագիրը մանրամասն, ծածկագիրը, կադաստրային այդ հողամասի ծածկագիրը, պետք է նշվեն արդյոք այդ տարածքում էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կոյուղու եւ այլ սերվիտուտով ծանրաբեռնված է թե ոչ, մեկնարկային գինը, նախավճարի
Չափը, վճարման կարգը, ժամկետները, հաղթող ով կարող է ճանաչվել, ինչ կարգով, մի շարք այլ պահանջներ, այո, հողային օրենսգիրքը, քանի որ կարգավորում միայն պետության եւ համայնքին պատկանող հողամասերի աճուրդի հետ կապված հարցերը, այնտեղ ավելի կարճ են, այն հիմնական կետերն են, բայց քանի որ հրապարակային սակարկությունների մասին օրենքը նաև գործում է այս հարաբերություններում, այդ կետերը կարծիքով պարտադիր պետք է նշվեն հրապարակային ծանուցման մեջ։ Բայց երբ որ ուսումնասիրում ենք եւ Հայաստանի Հանրապետություն օրաթերթում եւ ազարային դրված այդ ծանուցումները, խախտումները բազմաթիվ են։ Կա օրինակ ժամկետներն են խախտում, այդ 1 ամսյա ժամկետը հողամասերի աճուրդի դեպքում, այո, հրապարակային ծանուցումից հետո 1 ամսվա ընթացքում կարող է աճուրդ անցկացվել։ Դրանք են խախտված, չեմ ասում շատ կտրուկ տատանում է, բայց 3-4 օրվա տարբերություն լինում է։ Կա ասենք պետք է մեկնարկային գինը որոշվի, որը կադաստրային արժեքի 50%-ից պակաս չի կարող լինել, իսկ Երևան համայնքում որոշված է քաղաքապետի որոշմամբ, որ դա պետք է լինի կադաստրային արժեքի չափով, քանի որ իրավիճակներ են լինում, երբ որ աճուրդը չի կայանում եւ կրկնաճուրդը նշանակում, այդ մեկնարկային գինը պակասեցվում է մինչև 10%-ի չափով, բայց ոչ պակաս, քան գնահատման արժեքի 50%-ից։ Այսինքն միանգամից դնել կադաստրային արժեքի 50%-ի չափով դա էլ ճիշտ չէ։ Բայց կան հայտարարություններ, որ գրված է կադաստրային արժեքի 70%-ի չափով մեկնարկային գինը։ Եվ հարց առաջանում անձը քաղաքացին, հասարակ քաղաքացին ուզում է գնել այդ գույքը աճուրդով։ Ինչ իմանա կադաստրային արժեքը այդ գոտում որքան է եւ դրա 70%-ը որքան կկազմի։ Այստեղ արդեն այդ կոռուպցիոն ռիսկերը կան։ Եվ ստացվում է, որ իրոք պետք է նկարագրության պատկերացում կտամ արդյոք թե որտեղ է գտնում այդ պարտադիր պետք է նշվի նկարագրում, որը իրականում տեսեք, Վարդան Ղազարյանն ասաց, ընդամենը Տավուշի մարզը նշվել, դա կոպիտ խախտում է։ Տավուշի մարզում վաճառվում է 1314 քառակուսի մետր հողատարածք։ 3-4 էջեր գրած մանր տարերով։ Արդեն դուք էլ ցույց տվեցիք Հայաստանյան թերթի օրինակներ, ավելի մանր տարերով են, շեղատարերով, խոշորացով պետք է կարդաս, բայց լավ, եթե այդպես է, Հայաստանյան թերթը քան տիրաժը չկա։ Իրական տիրաժը 5000, ոչ չէ, այդքան էլ չկա, բայց այնուհանդերձ ինքը հանրապետության քաղաքացիները չեն ստանում ոչ մի տեղ, բոլոր տեղը չեն ստանում։ Ոչ, պետական հիմնարկներից բացի ստեյության, այնինչ մեր ուսումնասիրություններն է ցույց տվել այս ամբողջ տարիներին տարբեր ուղղությամբ եւ որպես մամուլի օրգան այդ ուսումնասիրությունները եւ այդ աճուրդների գործընթացում քաղաքացիներն ընդհանրապես թեր չեն ստանում։ Լավագույն դեպքում կարող է մի հատ համայնքապետարան, բայց ոչ բոլորը։ Այսինքն սպրվածությունը 100% է, նույնիսկ 100% որպես իրավզեկման մեկ օրինակ է։ Ինքը որպես լայն իրավզեկման միջոց չի կարող ծառայել։ Մենք ունենք միջոց, որը 100% սպրվածություն է ապահովում։ Ոչ, ես կարծում եմ հենց դա է, դա կարող է լինել հանրային հեռուստատեսությունը, եւ ես կարծում եմ հենց այդ խնդիրը, ես կարծում եմ հենց դա է, որ իրանք օրենքում փոփոխություն արվեց եւ կայքի տարբերակ առաջարկվեց արտարարը, բայց քանի որ նկատի ունենք, որ նաեւ էլեկտրոնային միջոցները բնակչությունը իր սոցիալական վիճակի կերնելով, որ էլի համակարգչային հագեցվածությունը շատ փոքր է հանրապետությունում, ուրեմն նույնիսկ մի քանի օղակ, իսկ ես իմ փորձից ելնելով պիտի ասեմ, որ բանում գյուղական համայնքներում ամենալայն իրավզեկման միջոցը հենց այդ ցուցատախտակներն են, որոնք օրենքով էլ ամրագրված են։ Այսինքն տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերվի, որպեսզի անհավասար վիճակը վերանա։ Այո, իսկ մեկ օր առաջ հրապարակման այնինչ կա օրենքում, ես կարծում եմ, որ այստեղ էլ հակասություններ կան, նախ որովհետև մի օրենքներից մեկում, եթե չեմ սխալվում, սակարկության մասին օրենքում խոսում է մեկ օր առաջ հրապարակելու մասին, որը ավելի շատ ընթացակարգին է վերաբերվում, բայց լոտերի հետ կապված դա մեկ ամիս առաջ պետք է լինի, որովհետև Աճուրդի օրվանից 3 օր առաջ դադարեցումը դիմումների ընդունում, այսինքն մինչև այդ պետք է արված լինի, չէր կարող դրանից մեկ օր առաջ ցուցատախտակին ձևական պահանջ է, ոչ մի լուրջ հետևանք չի կարող առաջ։ Մեկ օր առաջ իմացար, բայց դու արդեն չես կարող մասնակցության հայտ ներկայացնել Աճուրդին։ Այդ կետը օրենքում կարելի առաջարկ ներկայացնել, որ համապատասխան փոփոխություններ կատարվեն այդ
կետում։ Կան էլի բազմաթիվ խախտումներ կան հրապարակային ծանուցման հետ կապված եւ քաղաքացիական օրենսգիրքը սակարկությունների հրապարակային սակարկությունների մասին օրենքը նախատեսում է, որ եթե աճուրդը կազմակերպվել է անցեկացվել օրենքի պահանջների խախտմամբ, շահագրգիռ անձինք իրավունք ունեն դատական կարգով դա անվավեր ճանաչելու։ Բայց այստեղ պետք է մի կարևոր հանգամանքի ուշադրություն դարձնել, որ անվավերության հետևանք չի նախատեսում։ Ճիշտ է, եթե անուղղակի ձևով ուշադրություն դարձնենք քաղաքացիական օրենսգիրքը, որ կիրառում է անվավերության հետևանք եւ աճուրդում հաղթող անձի հետ կնքվում է առողջախի պայմանագիր, այսինքն կարելի է օգտագործել այդ գործարքի անվավերության հետևանքները։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք է յուրահատուկ անվավերության հետևանք կիրառվի եւ այդ աճուրդի կազմակերպչին, որը համայնքի ղեկավարն է կամ մարզպետն է համայնքի դուրսողերի հետ կապված կամ նրանց կողմից նշանակված համապատասխան պաշտոնատար անձը, պատասխանատվություն կրի այդ աճուրդը անվավեր։ Դուք ասեք աճուրդը չի կարող անվավեր համարվել։ Չէ, կարող է։ Ես ասում եմ անվավերության հետևանքները նշված չեն ուղղակիորեն։ Կարծում եմ, որպեսզի այդ պատասխանատվության զգացումը ավելի բարձր լինի կազմակերպիչների մոտ, համայնքի ղեկավարի մոտ, որ հասկանա, որ ռիսկ կա, եթե ինքը օրենքի խախտմամբ աճուրդ կազմակերպի եւ անօրինական այդ աճուրդով վաճառքներ իրականացվեն, որը համատարած է մեր Հայաստանի Հանրապետությունում, եթե հասկանան այդ ռիսկը, պատասխանատվությունը, միգուցե ինչ-որ չափով մեղմովի փոփոխություն մտցվի այդ իրավիճակում։ Այո, ես կարծում եմ, որ իրենք պետք է պատասխանատվություն կրեն, չեմ ասում անձնական, բայց տեղական բյուջեի միջոցներից փոխհատուցում, որտեղ հաղթող ճանաչված անձը վճարում է կատարում եւ նախավճար հետո նաեւ ամբողջ գումարը, չէ, եւ անվավեր է ճանաչում, բայց ոչ մեկ չի վերադարձնում իրեն այդ գումարը։ Այսինքն հետևանքները այդ իմաստով ամենագրված չէ։ Մենք իրեն նախադեպեք չունենք մինչև այսօր դրա հետ կապված։ Ես դեպքերում ուզում եի անալոգիայի կարգով կարող են կիրառել գործարքի անվավերության հետևանքները, բայց դա էլ միանշանակ չեն կարող ասել։ Կարծում եմ, որ պետք է ուղղակիորեն օրենքում այդ անվավերության հետևանքն նախատեսել։ Ես երեք հետքում հրապարակել եմ մի հոդված, որտեղ ներկայացրել եմ Գառնի գյուղում համայնքի ղեկավարի իրականացած աճուրդով վաճառվել է համայնքի մանկապարտեզի խաղահրապարակը 533 քառակուսի մետր, այսինքն այն տարածքը գրեթե ամբողջությամբ, որտեղ խաղում են երեխաները։ Ըստ էության կա նախակրթության մասին օրենք, որտեղ արգելում է օրենքով արգելված է մանկապարտեզի շենքի վաճառքը, բայց կա նախակրթական հաստատության, այսպես ասած, ամբողջության մեջ նկարագրվում է նրա ամբողջ գույքը, այդ դեպքում նայում հողատարածքը։ Ինչ եք կարծում, դա կարող է տարածվել նաև տվյալ դեպքում հողատարածքի վրա, որ խաղահրապարակի, որպեսզի նա ևս անդերմխելի լինի, թե ուղղակի միայն շենքի տարածքը ասելով պետք է հենց շենքը հասկանալ, այսինքն կարելի է ենթադրել կամ պատկերացնել մանկապարտեզ առանց խաղահրապարակի։ Եվ այս դեպքում նույնպես համայնքի ղեկավարն ասում է, որ ես ժամանակին հայտարարություն եմ հրապարակել Հայաստանի Հանրապետություն թերթում այդ աճուրդի մասին, իհարկե նաև ինքը ընդունում է, որ հայտարարության մեջ նշված չի եղել, որ տարածքը մանկապարտեզի խաղահրապարակն է, որպեսզի որևէ մեկին ինչ-որ բան հուշել, կանխել դա կամ զգուշ տա։ Ինչ եք կարծում, ինչ պետք է արվի նման դեպքում, երբ խոսքը արդեն հանրային ընդհանուր օգտագործման նման։ Եթե իսկապես կա նման բան, որ մանկապարտեզը ենթակա չէ սպառնաշտման, այո, շենքը, օրենքում շեշտում է շենքը, եթե բան կա, նշանակում է վարչական ակտը, որի վրա մրցույթը տեղի ունեցել, դա անվավել վարչական ակտ է, որտեղ գործում է 63-րդ հոդվածը վարչականի վարույթի վարչացման մասին, որ օրենք խախտում ընդունված ակտը դա անվավել վարչական ակտ է, իր ողջ հետևանքով։ Եթե մենք ընդունենք, որ օրենքի խախտումով է անցկացվել, այսինքն վաճառքի է դրվել աճուրդով մի հողատարածք, որը ենթակա չէ վաճառքի դրել, դա հստակ այդպես է։ Ուրեմն այստեղ պատասխանը միանշանակ է օրենքը դա կարգավորում է։ Ես ավելի շատ ուզում եմ հասկանալ օրենքում նախակրթության մասին օրենքում շեշտում է մանկապարտեզի շենքը, որը կարող է վաճառվել միայն օրենքով նախատեսված օրենք ընդունելու դեպքում, երբ որ նա հանրային գերակաշարժ ճանաչի եւ այլն։
առանձին շեշտված չի հենց խաղահրապարակը, սակայն նախագահական հաստատություն ասելով այդ կոնտեքստում նա շեշտում է նաև խաղահրապարակ, մեքենա, գույք եւ այլն, ինչ որ պատկանում է մանկապարտեզի ինստիտուտի կրթական հաստատությանը։ Կարելի է այդ կոնտեքստում դա տարածել նաև այդ խաղահրապարակի վրա, որ խաղահրապարակի վաճառքը նույնպես օրենքով ըստեյության արգելված պետք է լինի։ Դժվար եմ ասել, ես այդ օրենք չեմ ուսումնասիրել, շատ կասկածում եմ, բացարձակ տոնայնության պարգև սահմանացել եմ, դժվար է պատկերացնել, որ եթե մի տարածք եղել է մանկապարտեզ, գնալուց է պետք է հուրալության մնա, կամ եթե եղել է նույնիսկ բարոյական գոնե կոնտեքստում դժվար է նման բան ընկալել։ Բարոյական, այլև ասենք հասարակական հարաբերությունների մի զարգացումներ են լինում կամ տվյալ տարածքի մի զարգացումներ ու չես կարող վետո սահմանել, որ սա միայն պետք է լինի մանկապարտեզ եւ վերջ։ Դժվար եմ ասել, օրենք չեմ ուսումնասիրել։ Բայց նորից, եթե իսկապես օրենքում դա գրված է եւ դա դրվել է վաճառքից, օրենքի տարը խախտվել է, ուրեմն դրա հիման վրա ընդունված վաճառքն անվանել է, այդպես կարելի մտածել։ Հա, մենք լրացնում այդ հարցը։ Գառնու նախակրթական հիմնարկը, որքան հասկացա, դա միակ միակ մանկապարտեզն է, որտեղ 140-150 երեխա է հաճախում։ Եվ այդ երեխաները շենքում լինելուց բացի պետք է ունենան խաղահրապարակ, այնինչ նախատեսված է նաև այդ կրթական հաստատության այսպես օրակարգով խաղի շամ, այո, գործող մանկական, որը պետք է ունենա խաղի շամ, խաղասենյակում եւ դրսում անցկացնելու տարբեր խաղերը, այսինքն այդ ապահովելու խնդիրը կա նաև։ Ուրեմն այդ մանկապարտեզը Գառնի համայնքին տրամադրվել է 97 թվականին կառավարության որոշմամբ, ցանկով հաստատվել է։ Դրանից բացի բավականին այլ անշարժ գույքեր եւ շարժական գույքեր կան, գրված է նաև նախադպրոցական հիմնարկ։ Այսինքն դա հանդիսանում է համայնքային սեփականություն, այդ նախադպրոցական կառույցը, այո։ Եվ դրա տարածքը անկախ նրանից շենք է հողամասը ինքը մեկ ամբողջական անշարժ գույքի միավոր է համարվում։ Եթե Գառնի համայնքի ղեկավարը որոշել է ինչ-որ մի մասը վաճառել, նախ առաջին հերթին պետք է դրանք բաժանել եւ իհարկե հիմնավորմամբ իր հատուկ որոշում կազմել եւ հիմնավորմամբ թե ինչու է խաղահրապարակը վերցվում մանկապարտեզից, եթե այնքան մեծ է, որ դա ավել է, այսպես ասած, էլի միտեղ կարելի է ընդունել, բայց նման ինձ թվում է նման ինչ-որ բան չկա եւ եթե չկա առանձին որպես այդպիսին հողամաս, առանձին ծածկագրով, չէ որ աճուրդի հրապարակային ծանուցման մեջ պետք է նշվի նաեւ ծածկագիրը, եթե մեկ անշարժ գույք ունի մեկ ծածկագիր։ Այստեղ արդեն իսկ կա խախտում եւ ճիշտ է, օրենքը օգտագործվում է միայն շենքերը, որ կարող են օտարվել բացառիկ դեպքերում։ Բայց իմ կարծիքով, եթե մեկ անշարժ գույքի միավոր է, այստեղ պետք է նաև այդ հողամասը դրա մեջ ներառվել կամ առանձնացնել, չէ՞ որ շենքի տակի հողամասը անբաժանելի է։ Այո, եթե ամբողջ այդ հողամասը չի առանձնացվել, կարծում որևէ կերպ չէր կարող դա օտարվել, իսկ եթե նայենք ընդհանուր հողային օրենսգրքի կոնտեքստով, դա համարվել է համայնքային սեփականություն եւ կարող էր աճուրդով օտարվել միայն այդ օրենքի շրջանակներում, բայց ինքը որպես այդպեսին միայն հողամաս չի։ Իսկ իմ կարծիքով այստեղ ամբողջությամբ խախտումներ են եւ ճիշտ կլիներ որ մանկապարտեզի տնօրենը դատական կարգով դա վիճակի գործ ունենք մի իրավիճակի հետ, եւ դա շատ լավ նախադեպ կլիներ, որ ինչ որ ժամանակ հետո բովանդակային մասը այդ վարչակարգի, որը որոշում է վաճառվել, նույնիսկ կարելի է կադաստրի համապատասխան հարցում կատարել, ամբողջ կադաստրային գործը վերցնել, այդ կարծեմ ավականու անդամներ չէ գնել մանկապարտեզի տարածքը։ Նույնիսկ ասենք ավականու որոշմամբ է, չէ՞, մեկնարկային գինը սահմանում։ Այստեղ նույնպես հակասություններ կա։ Ավականի 46000 դրամով ամբողջ հողատարածքներ, այո, 46000 դրամով գնել էր 533 քառակուսի մետր հողատարածք, այո, ավականին է որոշում, որ հողատարածքը դնել աճուրդի, ավականին է որոշում մեկնարկային գինը։ Իսկ ավականի որոշումը դուք չունեք, ձեր չեք բերել։ Հենց կարծում եմ միայն այն հանգամանքը, որ ավականի որոշումը չի հրապարակվել, հենց այդ հանգամանքը բավարար է, որ անվավել ճանաչի, որտեղ օրենքը նախատեսում է որոշումների հրապարակումը 7 օրվա ընթացքում,
բայց որոշումը փաստորեն չի հրապարակվել եւ համագյուղացիները եւ մանկապարտեզի տնօրենը այդ տարածքը վաճառելու մասին իմացել են միայն վաճառքի 2 տարի հետո։ Ըստ էության մենք գործ ունենք արդեն հետևանքների հետ եւ հետաքրքիր է հենց այս եւ Թամրազյանի գործով, եթե Եվրոպական դատարանը ընդունի մի որոշում, ըստ էության ինձ ձեր կանխատեսումներով ինչպիսին կարող են լինել հետևանքները, ինչ ընթացակարգ պետք է անցնել դրան։ Հետևանքները բոլոր դեպքերում պետք է գրի պետություն։ Իսկ քաղաքացին ինչ է։ Եթե հանցագործություն կա քաղաքացին, այլ կերպ սխալ է քաղաքացին պատասխանատվության ենթարկելը, որտեղ դա իրերի վիճակը չի փոխի։ Բոլոր դեպքերում կա սուբյեկտ պետություն, որը ժամանակին թույլ է տվել այդ խախտումները իրականացի մասին Դավիթ Հաշինյանը տեսնում երեխաները խաղալապարակներ չունեն, ինչու որտեղ ժամանակին այնպեսի թաղապետեր են, որ ավտոտնակներ են, չի արագ գումարեցնում վաճառ։ Հիմա ոչ ես գնա այդ թաղապետին գտնես, որը կարծում ազգային ժողովի պատգամավոր է հիմա, եւ բերես եւ նրանից անձնական նրա գրպանից ասես փոխհատուցի։ Չես կարող։ Բայց պետությունն է անժամանակ թույլ եղել, պետությունն է անժամանակ թողտվություն արել, այդտեղ սուբյեկտը բոլոր դեպքերում պետք է պետությունն է, այսինքն պետք է լինի բյուջեն, գանձարան։ Պետական բյուջեն եւ համայնքային բյուջեն փաստորեն։ Այսինքն վճարողները պետք է իրենց գրպանից փոխհատուցեն քաղաքացիներին, որովհետեւ հայվճարողները այսօր իրենց գումարներին տեր կանեն, եթե պետք է գնան հանրահավաք, եթե պետք է քաղաքացիական անհանձնություն ցուցաբերեն, այլ ոչ թե տանը նստեն սուրճ խմեն։ Այս պատտվող մեխանիզմը, այս ինքնակարգավորման մեխանիզմը պետք է աշխատի։ Թե չէ ամեն մեկ եթե սկսեն ворուտների ворս, ուղղակի այստեղ Հայաստանի կեսը չի բավականացնի, որտեղ բոլոր ինչ-որ բանը սխալ է, բոլոր ինչ-որ բան խախտել է։ Վհուկների ворսի եթե չանդրադառնանք, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ պատասխանատվության ինչ-որ մեխանիզմներ պետք է կան մեխանիզմներ կան, ուղղակի դրանք պետք է կիրառել։ Արդեն քաղաքացում մենք ունենք առանձին օրենք, ունենք վարչարություն, արդեն շատ քիչ պետական մարմինները ըմբռնում են դրա հիմնական նպատակը, դրա նպատակն է ոչ թե քաղաքացիներին տուգանելը, ես հիմա աշխատում եմ մի գործով, որտեղ տուգանքը կազմում էր մայր գումարի 73%, որ ըստ Եվրոդատանի դա քրեական մեղադրանք է բնույթով։ Մի խոսքով ոչ թե տուգանելն է քաղաքացիներին, այլ հանրային ծառայություն մատուցել, այսինքն հակառակ վեկտորով աշխատում։ Կան մեխանիզմներ, ամբողջ հարցն է, որ չի կատարվում։ Ես վերջի պատմությունը հարկադիր հետ կապված։ Նոր քննարկում էր, ասում էին հակասահմանադրականություն կա, որտեղ հակասահմանադրականություն, մենք ասում ենք, որ ոչ։ Ուղղակի ոստիկանությունը օրենքը չի գործում, չի կիրառում։ Ոստիկանությունը պետք է վարչարարությանի հետո նոր ուղարկի հարկադիրին որոշումը, բայց առանց վարչարարության արխիվից հանում է գործը միանգամից հարկադիրին է ուղարկում։ Սա օրենքի խախտում է։ Ըստ էության հիմա նույնպիսի իրավիճակ, նույնպիսի օրենսդրական այդպիսի մի բան պարտադիր ընդունել նաև համայնքների համար հարկեր հավաքագրելու դեպքում։ Այո, միանգամից ուղարկել հարկադիր կատարում, որը կարծում եմ շատ լուրջ վտանգավոր բան է, որ հենց սկզբից ես ինքնին համայնքների հետ աշխատելով, այն առումով, որ համայնքի ղեկավարն իր անգործությունը կամ իր միակողմանի դրովի վերաբերմունքը ունի համայնքի բնակիչների նկատմամբ եւ մեկին կարող է անընդհատ թիրախ դարձնել եւ հարկադիր կատարումով մշտական ուժերի ենթարկել, իսկ այն դուրս ընդհանրապես չներգրավի, ինչպես Գարմիր դեպքում է համայնքի ղեկավարն ինքը փաստորեն իր բիզնեսը չի ներառել համայնքում հարվճարողների ցանկում եւ տարիներ շարունակ չի վճարել։ Եվ կարծում եմ, որ դատական ընթացակարգ ունենալու դեպքում հնարավոր կլիներ այդ հարցերը դատանոքնել եւ ողջամիտ ինչ-որ բաների գալ եւ ավելի մեծ պարտավորություններ դնել համայնքի ղեկավար ավագանի այդ ինստիտուտը աշխատեցնելու համար, քան այդ հարկադիր կարգով ըստեյության պատժատեսակ սահմանելն է, որը ես չեմ կարծում, որ ժողովրդավարական մոտեցում է հաստատությունին։ Մի ըստ էության հենց Թամրազյանի գործի դեպքում ինքը շարունակում է իր հողատարածքը օգտագործել։ Ինքը հիմա օգտագործում է, միշտ այլ օգտագործում է։ Այսինքն ըստ էության խոսքը կմնա իրավական ակտերը փոփոխելու մասին, հա, այդ արկուվաճառքի եւ այլնի այդ խնդիրը։ Չէ, նրա միջամտություն նրա իրավունքին բոլորովին եղել է։ Միանշանակ։ Բայց ինքը շարունակում է օգտագործել, ես հույսով եմ, որ երբ որ վճիռ կլինի դեմ Հայաստանի այս գործով, արդեն գործը մտնի կատարողական վարույթ, այստեղ Հայաստան դեմ ոչ միայն անհատական միջոցների խնդիր կդրվի, այլև ընդհանուր բնույթի, այսինքն օրենսդրությունը փոփոխել եւ պրակտիկան փոփոխել,
որ անպայման կազդի աճուրների այսօրվա, Այսինքն այն իրավիճակն է, որ մենք այսօր իշխանները ոնց են շարժվում, եթե Եվրոդատանում գործը կոմունիկացում են, իրենք գիտեն, որ խնդրանոցած է, շատ լավ գիտեն, որ դա մինչև լուծի կտերի 4-5 տարի, մինչև 3 տարի աշխատեցնում են բացական պրակտիկան, երբ որ վճիռը արդեն կայացվում, միանգամից սկսում են օրենսդրական փոփոխություններ անել, եւ ամբողջ դաշտը փոխում են դրական ուղղությամբ եւ միջև արդեն գործը մտնում է կատարողական վարույթ միջև այդ խնդիրն ուզում են անդրադառնալ եվրոպական մարմինները բազմով որ արդեն Հայաստանը այդ համակարգը փոխել է արդեն քանի օր դեպքն է որ ես կարող եմ Բանվազարեն ես ձեզ պիտի ասեմ որ մենք ինքներս հիմա այս ուսումնասիրության որպես արդյունք կամ հետևանք նման առաջարկները ուզում ենք հանդես գալ ըստ էության մենք փաստորեն օգնել ենք այսօր իշխանությանը եւ թունելու դեպքում մի քայլ առաջ անել քան եվրոպական դատարանի վճիռը կլինի Բայց նույնն է, իշխանությունները իրենք ժամկետները հաշվել լավ սովորել են, որ իշխանին լուգոքներ մինչև իրենք չիմանան, որ այս պահին է վճիռը կայացվել եւ այս պահին արդեն պատասխանած իրենք չեն ձգել են։ Այո, ձգել են կան մինչև արդեն հրատապ դառնա միջազգային իրավունքի Շնորհակալություն ձեր մասնակցության համար, ըստ էության մենք հանրության համար շատ հետաքրքիր ու կարևոր մի հարց ենք քննարկում, որը իրոք պետք է լուծումներ ստանա, որովհետև, ինչպես ասում կասեց, հենց օրենքի հակասությունները եւ օրենքը կիրառելու հետ կապված հակասությունները չափազանց շատ են, եւ դրանք հետեւողական լինելու դեպքում ամեն դեպքում կարելի է անբավեր ճանաչել նման համայնքների կամ պետական այլերի նման գործողությունները Հուսով ենք, որ այս գործողությունները ամեն դեպքում եվրոպական դատարանի վճիռը կարող է լինել թե մեր ուսումնասիրության հետևանքով առաջ քաշված հարցադրումները ինչ-որ բան կփոխեն ոլորտում եւ մենք գոնե առնվազն երեխաների համար կարողանանք իրենց խաղահրապարակ ապահովել։ Շնորհակալություն ձեզ մասնակցության համար, տեսություն։